Հարգելի գյումրեցիներ, Մայր Հայաստանի նախընտրական հավաքն է։ Հիմա մենք գտնվում ենք Ուշ թաղամասում։ Հավաքվել են աջակիցները Մայր Հայաստանի Կարեն Սիմոնյանի, ինչպես գիտեք, մեր առաջին համարը Կարեն Սիմոնյանն է։ Խնդրեմ հիմա քիչ հետո ելույթ։ Հարգելի Ուշ թաղամասի բնակիչներ, ես ողջունում եմ բոլորիդ։ Այս մարդկանց բազմությունը այստեղ հավաքված ցույց է տալիս, որ ունենք սատարում եք մեր թիմին եւ դա պարտավորեցնող է։ Շնորհակալ եմ այդ ամենի համար։ Մի փոքր զրուցենք մեր գաղափարների, մեր ծրագրերի, մեր ընթացիկ գործողությունների մասին, հետո անձնապես կսկսենք շփում ունենալ։ Ուրեմն մեր համար կարմիր հոծ գծով գծված է, որ ոչ մի պարագայում չենք միանալու քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման բան, քանի որ ականատես ենք եղել անցած տարիների վատ կառավարման սկսած կադրային քաղաքականությունից մինչև արտաքին քաղաքականություն։ Նաև չենք համագործակցելու իրենց կցված Եվրոտաշինք միավորման հետ, որովհետև շատ վտանգավոր հայտարարություն են արել, հայտարարելով, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը։ Դա մեր համար անընդունելի է, դա մեր համար անքննելի է, որ չկա հաշվարկ, չունեն ապացույց, որ ռազմաբազայի բացակայության պարագայում քաղաքը վնասներ չի ունենալու, աղետի չի ենթարկվելու, նույն արհեստական աղետը, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ։ Մնացյալ բոլոր ուժերի հետ պատրաստական ենք միավորվելու, եթե նրանք դեմ չեն մեր գաղափարներին, դեմ չեն մեր ծրագրերին, եւ պահում են այն գիծը, որ իշխող ուժը պետք է հեռանա եւ քաղաքի կառավարումից եւ երկրի կառավարումից։ Եվ մենք հայտարարել ենք բազմիցս, չնայած էժանագին շահարկումների քաղաքացիական պայմանագրի, որ իբր այս թիմը ձայներ է հավաքում, որ դա որևիցե այլ ուժի, դա լկտի սուտ է, մենք մեր տեսակով ոչ մի դեպքում չենք դավաճանում մեր ընտրողին, մեզ քվե վստահողին եւ համոզված եղեք, տեր ենք կանգնելու մինչեւ վերջ մեզ վստահված ձայներին։ Մեր հայտարարությունը փորձել են ձևափոխել, որ մենք արել ենք ընդդիմության չվիժեցման համար եւ ասել ենք, որ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ պետք է սատար կանգնի եւ աջակցի մեկ ձայն ավել ստացած քաղաքական ուժին, միավորին, որպեսզի միանձնյա ստանձնի քաղաքի կառավարումը։ Ոչ թե զբաղվեն պաշտոնակրվով, հատորակրվով, տվեք մեզ փոխքաղաքապետ, տվեք մեզ բաժնի վարիչ եւ մենք կմիավորվենք ձեր հետ։ Որ ուժ այդպիսի լոզունգներով առաջ եկավ կամ կուլիսային բազարի մեջ մտավ, դատապարտված է այդ ուժը։ Միմիայն ընդդիմության միավորվելով է հավանական քաղաքացիական պայմանագրին իշխանազրկել։ Եվ մենք մեր ուժը, մեր միավորը, մեր թիմը ամեն ինչ անելու է, որ հենց այդ առաջին ուժը, առաջին շատ ցայներ հավաքած ուժը լինի հենց մենք։ Այո։ Մի փոքր մեր ծրագրերից, գաղափարներից։ Ոչ մի դեպքում մենք կողմնակից չենք, այդ առաջադիմական կոչվող
որի տակ քողարկված է հայրասերվածությունը, ընտանեկան արժեքներին դեմ քարոզը տարածելուն։ Մենք երիտասարդներով կազմված ավականի ենք, գործարարներով, քաղաքագետներով, մշակութային ոլորտի մարդկանցով, որոնք պատրաստակամություն են հայտնում օր ու գիշեր աշխատել եւ Գյումրու զարգացման մեջ ավանդ ունենալ։ Մենք կողմնակից ենք համահարտեցման Գյումրու զարգացման ծրագրին, որ ոչ թե մենակ Գյումրու կենտրոնը զարգանա եւ տուրիստը գալով այդ մի քանի փողոցը կենտրոնական մանկա ու գնա, այլ քաղաքի 4 անկյունները, ծայրամասերը նաեւ զարգացում ունենան։ Մեր ազատ տնտեսական կոդու գաղափարը, որը առաջ ենք բերել, որը հենց լինելու է Մարմարաշեն տանող խճուղու աջ եւ ձախ կողմը, մուշ թաղամասին շատ մոտ է այն, եւ պատկերացնում եք, երբ որ հաջողվի մեզ այդ թեզը առաջ տանել եւ Գյումրին ճանաչեն ազատ տնտեսական կոդին, մուշ թաղամասը ինչ ակտիվություն է ապահովելու, ինչ զարգացում է ունենալու, աշխատատեղերը ամենաշատն են լինելու եւ նաեւ Գյումրին հավաքնելու է դառնալ լոկոմոտիվ ամբողջ Հայաստանի համար։ Ճիշտ ընտրություն! Ճիշտ ընտրություն! Ճիշտ ընտրություն! Ուրեմն ինչ կասեմ, մենք նաեւ մեր գործով ենք ապացուցել, որ կողմնակից ենք քաղաքի ծայրամասերի զարգացմանը, երբ որ ստեղծում ենք մենք նախաձեռնությունը, առաջին իր միջոցառումը, որ պետք է կազմակերպենք, բոլորով որոշեցինք, որ կազմակերպենք հենց մուշ թաղամասում, որպեսզի ցույց տանք, որ միայն կենտրոնում սևեռվելով Գյումրին չենք կարող զարգացնել։ Եվ այդ հունիսի 1-յան միջոցառումը կազմակերպեց հենց մուշ թաղամասում եւ արձագանքները շատ դրական էին, որ այո, եթե կենտրոնում լիներ, շատ երեխաներ կարող է չմասնակցեն։ Եվ հենց դա է նաև մեր ապացույցը, որ մենք մտածում ենք ծայրամասերի զարգացման համար։ Ես իմ անցած ուղով եղել եմ բանվոր, բոլոր խանութները, կրպակները, գործարար մասսան, բոլորը ֆիքսել են դերևս պատանեկան տարիներից իմ այդ բանվորական աշխատանքը, որի միջով անցնելով հաջողություններ գրանցելով հասել ենք այսօր եւ ուրախ եմ, որ քաղաքից ստանում եմ արձագանքներ, որ վստահում ենք ձեր թիմին, որ մենք ուզում ենք փոփոխություններ տեսնել, մենք ուզում ենք երիտասարդներով համալրել, մենք ուզում ենք կառավարումը կազմակերպենք բազմաշերտ, ինտեգրացիոն տարբերակով, որ յուրաքանչյուր ոլորտին տիրապետող մարդիկ կարողանան քաղաքի օգուտ բերելու ծրագրերին իրենց ներդրումը ունենան։ Եվ ուշադիր հիմա կոչ եմ անում ամբողջ Գյումրի քաղաքի երիտասարդներին միանալ այս թիմին, քանզի իրենց կարիքը այստեղ կա, քանզի իրենց, այսպես ասած, առաջադեմ հայացքները մեզ պետք են, կրեատիվ լուծումները մեզ պետք են։ Բոլոր Գյումրու երիտասարդներին կոչ եմ անում։ Մենք ունենք ձեր կարիքը, միացեք համալրեք մեր շարքերը։ Մենք չունենք թայֆաբազության վերածելու քաղաք, որ յուրաքանչյուրս գանք եւ մեր թայֆեկին բերենք իշխանության։ Կոչ եմ անում մշակույթի եւ սպորտի ոլորտի բոլոր այն անձանց, ովքեր զգում են եւ տեսնում են եւ իրենց նեղ կրուկների ժամանակ, հավաքների ժամանակ ասում են, որ այո, միայն փոփոխություն սպասում ենք այս ուժից, որին մենք տեսնում ենք այս պահին եռանդով, ավյունով լի։ Միացեք այս թիմին, ինտեգրվեք դուք նույնպես։ Կոչ եմ անում շինարարներին, ովքեր բազմիցս դժգոհել են, որ քաղաքը տեր չի կանգնել իր գործարար մասսային եւ չի տրամադրել այն արտոնությունները, որովհետեւ իրենք այստեղ կարող են աշխատատեղեր ստեղծել։ Ինտեգրվեք եւ ձեր մասնակցությունն ունեցեք քաղաքի կառավարմանը։ Այս թիմը օրեցօր մոտենում է քարոզարշավի ավարտին եւ իմացեք, բերելու է իր հաղթանակը։ Հայ Հայաստան!
քաղաքը խոսում է այս թեմի մասին, որ ինչ լավ է, որ նոր են, երիտասարդներով լի են, գործարարներով լի են, իմացեք գործարարը այն քաղաքի կառավարիչը կարող է դառնալ, որը ունենալով մեծ փորձ գործարար դաշտում կարող է տնտեսելով ապահովել զարգացում, որովհետև դա շատ կարևոր մանրուք է, որը ոչ բոլորն են տեսնում։ Այստեղ մենք ունենք նաև հավականու թեկնածու, հարգելի Սուրեն, մի երկու բառով շատ կարճ կուզենամ ներկայացնեք դուք նույնպես, եւ ընտրելով այս թիմին նաև կունենաք հավականու անդամ, ով անձնապես է զբաղվելու հենց մուշի բնակիչների հարցերով։ Եվ ես չեմ կասկածում իր պրինցիպների, իր սկզբունքների վրա, որ ամեն ինչ անելու է, թիմի հետ կռվելու է եւ փորձելու է մաքսիմալը ստանալ։ Խնդրեմ մի երկու բառով, հարգելիս։ Բարև ձեզ, հարգելի համաթաղեցիներ, ինքս լինելով այս թաղից հստակ տիրապետում եմ թաղի խնդիրներին։ Բայց հիմա խնդիրներից չէ, որ ուզում եմ խոսել, հիմա լուծումներից եմ ուզում խոսել, եւ այդ լուծումները այնպիսին են, որ չեն կրում ժամանակավոր բնույթ։ Այսինքն ինչ-որ փողոցի չիբինապատել, չգիտեմ, լուսավորություն, աղբանություն, չէ, նմանատիպ ժամանակավոր լուծումներից չէ։ Մեր թիմը, իտեմս Կարեն Սիմոնյանի, կազմված է պրոֆեսիոնալներից, ով առաջարկում է արմատական հիմնավոր լուծումներ ոչ միայն առանձին թաղերի, այլ ամբողջ քաղաքի համար։ Հետևաբար կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին, ձայնը տալ մեզ, սա ավելի շատ քննություն է մեր համար, քան ընտրություն։ Կոչ եմ անում մասնակցել եւ գնալ դեպի հաղթանակ։ Հաղթանակ! 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 Մի երկու բառով եմ ներկայացնեմ ընդհանուր հարցերի պատասխաններ, որոնք այս մի քանի օրվա ընթացքում տրվել են, մասնավորապես, ինչպես եք պատկերացնում Գյումրիում ընդդիմության կառավարությունը, երբ պետության ղեկին այլ ուժեր են։ Շատ պարզ, երբ որ մենք ստանձնենք Գյումրու կառավարումը, ավտոմատ մեկ բռունցք ենք դառնալու մեր գյումրեցիների հետ, դառնալու ենք մեկ միավոր, ոչ թե տարանջատվելու ենք որպես համայնքային կամ Գյումրու քաղաքի կառավարություն եւ ժողովուրդ, այլ մեկ ընդհանուր միավոր ենք դառնալու եւ այն իշխանությունը, որը չի ուզենալու աշխատել գյումրեցիների հետ, դատապարտված է լինելու, ոչ մեկի մտքով չանցնի կուլիսային բազարով կարողանալու է մեր համայնքապետարանում որևիցե հաջողության հասնել եւ տրամադրել ժողովրդի դեմ։ Այնքանով է արդյունավետ ընդդիմադիրի Գյումրու համայնքի ղեկավար դառնալու փաստը, որ նախ խոշորացույցի տակ է լինելու եւ յուրաքանչյուրը ամեն քայլ անելուց առաջ հազարը չափելու է նոր մի հատ կտրի, դնելու է անմիջապես յուրաքանչյուր միտք, խելք, որպեսզի ցույց տա, որ ընդդիմադիր լինելով էլ ավելի լավ կարելի է կառավարել քաղաքը։ Իսկ նմանատիպ միավորի հետ, ինչպիսին լինելու է գյումրեցին, կառավարությունն է որոշելու ոնց աշխատի իրենց հետ։ Քանզի, եթե որոշի, որ ինչ որ հարցերում պետք է նեղը տնի, ուրեմն չի ուշանա Գյումրեցու ապտակը։ Գյումրիից է սկսվել յուրաքանչյուր քաղաքական կուրս, այստեղ էլ կավարտվի։ Եվ Գյումրեցին միշտ ապացուցել է, որ որևիցե իշխանություն, եթե օր առաջ չի զբաղվելու Գյումրու խնդիրներով, դա պարտված է։ Դրա փորձը ունեցել ենք եւ համապատասխան մարդիկ ֆիքսել են, որ Գյումրեցու հետ խաղ ենել չի կարելի։
ով փորձեց ապտակը չի ուշանալու։ Դե հարգելի մուշի բնակիչներ, լսում եք։ Ցանկացած հարց, ով ինչ հարց ունի, ես խնդրեմ պատրաստ եմ պատասխանելու։ Պատգամավորի թե համայնքապետի, քաղաքապետի։ Բարձ է։ Պատգամավոր ասեցիք, դրա համար եմ ասել։ Ասեմ ուրեմն, նաև նույն քննադատությունն է արել իշխող ուժը, որ ազատ տնտեսական կոդին, ազատ քաղաքի կարգավիճակը դա Գյումրու ավականու լուծելու հարց չէ, դա պետական մակարդակով է լուծվելու, ասեմ։ Ճիշտ է, ավականու լուծելու հարցը չի, բայց ավականին կարող է այդ հարցը բարձրացնել եւ հետեւողական լինել, որ երկրի ղեկավարները կենտրոնանան Գյումրին ազատ տնտեսական կոդի ճանաչելու գաղափարի վրա։ Հավականին իր անելիքն ունի, գյումրեցիներս մեր անելիքն ունենք եւ տունը նստել ասել, որ թող պետությունը որոշի, սխալ ենք համարում։ Դրա համար կազմակերպեցինք ստորագրահավաք։ 7700 գյումրեցի 20 օրվա մեջ արձագանքեց եւ պահանջատիրոջ կարգավիճակով իր ստորագրությունը դրեց այդ ուղերձի նախագծի տակ, որը ապագա ավականիում դնելու է նույն կառավարության դիմաց, որպեսզի Գյումրին չեն ազատ տնտեսական կոդի եւ տան քաղաքին ազատ քաղաքի կարգավիճակ, որով շատ արագ ներդրումային հոսքերը գալու են Գյումրի քաղաք, զարգանալու է բիզնեսը, որից շահելու են միմիայն քաղաքացին, էժանանալու են ապրանքները, բարձրանալու են աշխատավարձերը եւ այն լոզունգը, որ Գյումրին դեռ աղետի կոդի է, որը մենք համարում ենք, որ ոչ միայն երկրաշարժի հետևանքով է պայմանավորված, այլ նաեւ սոցիալ-տնտեսական վիճակով, ծանր սոցիալական պայմաններով եւ վերջնականապես ազատ տնտեսական կոդի եւ ազատ քաղաք կարգավիճակ ստանալուց հետո Գյումրին կցածվի աղետի կոդի պիտակից։ Մի քանի շերտեր փորձում են բավարներ դրումներ չլինի, որտեղից է լինելու այդ զարգացումը, հենա մեղրին չկա ներդրումներ։ Ասեմ ավելին, 2 օր առաջ մենք կազմակերպեցինք հայ-ռուսական կոնֆերանս, որում անգամ Եդինայա Ռոսիայի իշխող ուժի պատգամավորները ողջունեցին ազատ տնտեսական կոդու ծրագիրը եւ պատրաստակամություն հայտնեցին, որ Գյումրին ազատ տնտեսական կոդի ճանաչելուց հետո պատրաստ են իրենք ներդրում կատարել հենց Գյումրի քաղաքում։ Սա է դրանց պատասխանը, որ որտեղից ներդրումներ, բայց մենք չենք բավարարվել այս ամենով, նաև շփումների մեջ ենք չինական բիզնես գործընկերների հետ, իրանական, վրացական, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա ներդրումային հոսքերի առավելությունը, պետք է ուսումնասիրի մեր վարած քաղաքականությունը, կարտա հասկանա եւ նոր փորձի արտահայտվել։ Ոչ թե կուլիսային պատերի հետևում խոսեմ, Ռուսաստանից, Եդինայա Ռոսիայից քաղաքական դաշտ մարդ են բերում։ Ասում եմ, մի փորձեք խանգարել այն տրական լուծումներին, ինչին որ գնում ենք մենք։ Կարող եք կալոկուտ տալ, եկեք տվեք, չեք կարող, ջանդամը կակ, մի խանգարեք։ Հաղթանակ! 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 Լսում եք, ներողություն բավարարված եք պատասխանից։ Ամենակարևոր բանը, երբ որ քաղաքացին բավարարվում է
Շատ լավ հարց է։ Նայեք, դեմ որ ասում են գործարար դաշտից եկած է կարող է ինչ-որ ոլորտային մանրամասներին չտիրապետի, բայց ունեն հմտությունները, որով կարող է ներգրավել մարդկանց, որոնք նմանատիպ հարցերին անդրադառնալու են եւ հետեւողական են լինելու, որպեսզի լուծումներ ստանան։ Դրա համար ինտեգրացիոն մեջ նաեւ այդպիսի հարցերով զբաղվող ենք որ յուրաքանչյուր քաղաքացու խնդրի հետ հաշվի նստել, քննարկման դնել եւ եթե անգամ բացասական պատասխան են տալու հիմնավորված, քաղաքացին բավարարված լինի այդ պատասխանից։ Եվ ամենակարևոր հարցը, բոլորը տեղյակ եք, ես նաեւ մեր ստրոյմաշինա գործարանի տնօրենն եմ, Քարատ մեքենայի, որտեղ ես վերջերս արտադրեցին հոսքագծեր, կոշտ թափոնների վերամշակման, պլաստիկի, որով փորձելու ենք այդ վնասակար նյութեր արտազատող կոշտ թափոնները վերամշակել եւ դարձնել օգտակար մեր առօրյա օգտագործման համար։ Նաեւ նույն մարդկանց հետ քննարկվել է աղբի վերամշակման գործարան տնելու հարցը, որովհետեւ ամենացավալի հարցերից մեկը մուշ թաղամասում նաեւ աղբանոցի արկայությունն է, որը սարքել է ամբողջ մուշ թաղամասը առնետանոց, բնակիչներից շատ փողոքներ եք լսում, որ առնետները վխտում են, օդը, այդ ծուխը, որ մեր երեխաներն են շնչում, եւ այդ հոդը, իմացեք, լինենք քաղաքապետ չլինենք, ստանձնենք քաղաքի կառավարողը ոչ, այս պահից սկսած եւ երեկվանից զբաղվել են շփումներում անընդհատ քննարկել ենք այդ հարցը, որ Գյումրիում կարողանանք հիմնել աղբի վերամշակման գործարան, որը նաեւ ազատելու է մուշ թաղամասին այդ գարշահոդից, առնետներից եւ այդ վնասակար նյութերից։ Այնպես որ հարգելի մշեցիներ, այսպես ասեմ, մուշ թաղամասի բնակիչներ, հավատացած եղեք, անկախ ամեն ինչից մենք գնում ենք փոփոխության, զարգացման, նոր լուծումների կիրառման եւ հաղթանակի, հաղթանակ, Բարին ձեզ, մի փոքր երթով գնանք դեպի Մուշի կենտրոնական հրապարակ դեպի եւ այնտեղ ավարտենք մեր այսօրվա հանրահավաքը։ Շնորհակալ եմ բոլորիցը։ Ալելիա։ Համեն երաշտությունը չկա, որ երթա անենք։ Հարգելի գյումրեցիներ, մուշ թաղամասում դպրոցի մոտ ավարտվեց նախընտրական հավաքը Մայր Հայաստանի եւ հիմա մենք երթով շարժվելու ենք դեպի Մուշի կենտրոնական հրապարակ, կոչվում չէ կոչվում այդ կողմը ու բոլոր Մուշի բնակիչներին հրավիրում ենք միանալ այս երթին, ցույց տալ ձեր աջակցությունը, քանի որ Մայր Հայաստանի հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք այնպիսի ծաղկուն թաղամաս, որը ոչ մի նմանություն չի ունենալու այն իրավիճակի հետ, ինչ հիմա կա, ջարդված փողոցներ, ցեխ, Մոշի, աղբանոցը կողքն է, օդը տնավորվում է, մի խոսքով։ Դու քեզ ուղղ
Ամենակարևոր բանը։ Այսօր ես համոզված եմ եւ զգացել եմ, որ Գյումրեցին արձագանքել է մեր յուրաքանչյուր ծրագրին, մեր յուրաքանչյուր խոսմանը եւ հավատում է դրանց, որովհետեւ մենք, այսպես ասած, անպագորգոր խոսումներ չենք տալիս, ասում ենք այն ինչը տեսնում ենք ռեալ, տեսնում ենք, որ հայերի նախաձեռնողականության շնորհիվ հասնելու ենք այդ փոփոխությունները։ Երբ ունեցանք այդ փոփոխությունները, երբ մտածեցինք, որ համակարգային ուսումների ընդառաջ գալիս է Գյումրեցին, նմանատիպ սահմանը հարցեր է կարգավորել։ Ես չեմ կասկածում։ Եվ շատ ուրախ եմ այսօրվա սատարման համար, որ ամբողջ Գյումրի յուրաքանչյուրը որտեղ նստում բարձրանում է, խոսում է այս քիլո մասին, խոսում է, որ երիտասարդությունն այսպես է, խոսում է, որ փոփոխությունները այստեղից են եւ Գյումրի քաղաքի մշտական փոփոխությունները եւ մենք համոզված ենք, որ կարգավորեցնող այդ աջակցության տալիս
Նոր է բացվել լույսը, ու ծաղկնել է հույսը, մեր աչքերով